Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Կխնդրեմ հաղորդման ընթացքում չմոռանալ ձեր լայքերը, չմոռանալ գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, իջեք որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Փորձեմ այսօր մի քիչ կարճ լինել։ Խոսքը Էշմիածնի ընտրությունների մասին է, վաղար շաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների մասին է, որի արդյունքները մոտավորապես ինձ արդեն պարզ էր, քանի որ ես երբ որ տեսա ցուցակը, թե ովքեր են մասնակցելու կամ ինչ դաշինքներով են մասնակցելու, ինձ համար պարզ էր, որ այնտեղ չկա որևիցե մի ուժ, որը որ կարող է մրցակցել իշխող ուժի հետ, հա, սա պարզից էլ պարզ էր, բայց ես սպասում էի ընտրություններից հետո լսել քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի ոչ մասնակից անգամ քաղաքական ուժերի հայտարարությունները, որտեղ ես ուզում էի մի հատ եւս մեկ անգամ հասկանալ, թե մեր քաղաքական դաշտը որ բարձրության վրա գտնվում, վերջով, ասես մարդկային լեզվով ասած, հասած է, թե խակա։ Սա շատ կարևոր է։ Կապ ունի իրականության հետ, թե կապ չունի։ Սա շատ կարևոր է, որտեվ այս մարդիկ ներկայանում են որպես մեր երկրի ապագա կամ այլ ընտրանք ուժեր։ Ժողովուրդ ջան, պարզ է, չէ՞, ես ցուցակը չգիտեմ, ստե միտեղ դնեմ, դուք էլ կնայեք, մոտավորապես թե ովքեր էին մասնակցում ու եւ մոտավորապես ինչ տոկոսներ էին հավաքը։ Այս ցուցակը նայելից ես ուղղակի չեմ կարող պատկերացնել մի առողջ մարդ, հա, ուղեղով առողջ մտածելակերպով մարդ, որ մտածեր, որ ստե ինչ որ մի ուժ կա, որ իրոք կարող է, հա, հաղթել այս ընտրություններում այդ ԿՊ-ին, ասենց ասած, հա, իշխող ուժին, որտեվ ըստ այդտենց ուժ չկար։ Մենք հասկացանք, լավ, որ քաղաքական մեր իշխող ուժի, հա, դիրքերը ցածր են, անկում է ապրում իր վարկանիշը եւ այլն, բայց այդքան չի անկում ապրում, որ գիտես ինչ կա, ստե չգիտեմ, ընդ ժառանգություն կուսակցություն գա հաղթի իրան, հա, կամ չգիտեմ Վանեցյան գա հաղթի իրան, կամ այն օբշակ sense հավաքված այն ռուսի ներքազգես լվացող այդ դաշինքը իրար հետ, ովքեր որ 30 տարի էլ մասնակցել են մեր երկրի թալանմանը, որ իրոք ընտրա կեղծիքներով, ընտրությունները կեղծելով, չգիտեմ, մթոն ճակերտների մեջ ասած թաղային հեղինակություններ ընտրատեղամասներ ուղարկելով, մարդկանց վախացնելով, ընտրություններ անելով, այսինքն ինչա ասածս, որ այդքան Փաշինյանի դեռ վարկանիշը չէր ընկե, որ սրանք հաղթեին իրան։ Ճիշտ է, հիմա կասեք Գյումրիում հաղթեցին բան, ես նորից ուզում եմ հիշեցնել ձեզ, ով մանավանդ իմ հին հետևորդները կամ այդքան էլ հին չէ, գոնե այդ ժամանակվա հետևորդները շատ լավ կհիշեն, որ ես ասում էի, որ այնտեղ ժողովուրդ ջան, այս պստիկ, մստիկ ճանաչված, չճանաչված դերասան, ոչ դերասան, երկիչ, մերքիչ, ընդ ով կա, չկա, դրանք սաղին միան դրեք, ժողովուրդ ջան, որտեվ սրանք ոչ մեկ ձեր մասին չի մտածում, այս սրանք տասովչիկներ են։ Ես այն գլխից ասում էի, որ այդ տասովկա են անելու, ձեր ձենը գողնան, վերջում տան նրան, ում որ դուք չէիք ուզում։ Եվ ցավոք սրտի տենց էլ եղավ, չլսան ընձի, տենց էլ եղավ։ Մտավախություն կար, որ Էժմիածնում տես բան կլներ։ Այո, մտավախություն կար, բայց ես երբ որ նայում էի այս բանը, հա, ցանկը, հա, այս ովքեր են մասնակցում, բանը պարզ էր դառնում, որ սրանց թափը հերիք չէր անի դες բաներ, սրան էլ գումարած, որ ժողովուրդը ոնց որ հասկացա, որ սրանք տասովչիկներ են, չնայած այդքան որ ես ասում էի, բայց Գյումրի ընտրությունների հետ բռնած արդեն հասկացա, որ իրոք սրանք տասովչիկներ են։ Ուրեմն եկեք սկսենք, հա, երբ որ ընտրությունները ավարտվեցին, երբ որ արդեն արդյունքները մոտավորապես պարզ եղան, միանգամից հայտարարություններ եղավ քաղաքական գործիչներից, հələ մի հատ էլ արտախորհրդարական քաղաքական գործիչներից, որ ընտրությունները կեղծվել են, վայ ոյ Նիկոլը սենց արեց, Նիկոլը նրանցից չտարբերվավ, գնարեց կեղծեց ընտրությունները եւ հաղթեց։ Ոստի հարց առաջանում։ Դուք իրականության հետ կապ ունեք, թե չունեք։ Խոսքի այդ քաղաքական գործիչների մասին է։ Դուք ընդհանրապես Հայաստանի ժողովրդի, հա, եւ հայ հասարակության քաղաքական կարծիքի հետ դուք կապ ունեք, թե կապ չունեք, կամ էտովա ձեզ զեկուցում, որ Նիկոլի վարկանիշը այնքան ցածր էր, որ այս հանցագործները կամ այս տասովչիկները պետքա իշխող ուժին հաղթեին վաղարշապատ խոշորացված համայնքում։ Այսինքն դուք չեք հասկանում, որ այս ձեր հայտարարություններով դուք ձեզի ոչնչացնում եք։ Այդ որ
Իշխող ուժը, չգիտեմ, այդ վարչական ռեսուրս են ասում, ինչ են ասում, որ օգտագործել է, լավ, հա, հասկացանք, այդ սաղ տեղերները օգտագործում են, դա արդեն միջազգայինը բոլոր երկրի իշխանությունները ընտրությունների ժամանակ բոլորը օգտագործում են այդ վարչական ռեսուրսը, դա բոլորն են անում, բոլորը։ Բայց որ այս ընտրությունները ասեք գնացին, կեղծեցին, որ ախտի դուք ուրեմն իրականությունից կտրված եք, դուք ընդհանրապես ձեր վերլուծականնով է ձեր մեջի, ձեր կամ ձեր կողքի այդ խորհրդատույա, վերլուծական անալիստ անողա, չգիտեմ, դուք ընդհանրապես կամ իրան հանեք խրգեք տուն, որտեվ սխալ ազեկուցում, կամ եթե դա ձեր չգիտեմ, տեսակետն է, որում դուք կտրված եք ընդհանրապես իրականությունից, որովհետև ձեր ասածները իրականության հետ կապ չունեն, ձեր ասածները ընդհանրապես հայ հասարակության եւ Նիկոլ Փաշինյանի կամ այդ քաղաքացիական պայմանագրի վարկանիշի հետ ընդհանրապես կապ չունեն։ Դուք որպես քաղաքական ուժ, դուք պետք է լինեք օբյեկտիվ, դուք պետք է ասեք այն ինչը որ կա։ Դուք չեք ուզում որ ընտրվեր Նիկոլը, դուք պետք է ասեք, գիտեք ինչ կա ռուսիկ լվացողներ, արա մի մասնակցեք արա ընտրություններին։ Արա ձեր պատճառով Նիկոլը անընդհատ հաղթում է ընտրությունները։ Դուք դες պետք է ասեք, ոչ թե ասեք Նիկոլը կեղծեց։ Ընդ կեղծելու բան չկար որ կեղծել։ Լուսեր անջտին կեղծին, ոյ, սենց լուսեր անջտին եկա բումսս լցին։ Դե եթե ուզում եք իմանալ, եթե անգամ հարցը էթար Նիկոլը ըլներ, թե այս ռուսիկ լվացողները, ովքեր 30 տարի վախի մտնոլորտում են պահե իմ երկիրը, եթե կեղծել էր, то իրա գլխին, դրանց գլխին, եթե կեղծել էր, то լավ էր, որտեվ իրանք ընտրություն հաղթելու իրավունք չունեն, իրանք ընդհանրապես ընտրության մասնակցելու իրավունք չունեն։ Պետք է չունենային, պետք է բոլորը նստած լինեին բերթերում։ Բայց ծարի ուտես ցավոք սրտի մասնակցում են, որն էր որ հենց այս պահին, ես ասում եմ, հենց այս քաղաքական ուժի մեղավորությունն է, որի համար իրանք պետք է պատասխանատվություն կրեն, որտեղ իրանք խաբել են այդ ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ իրանք կեղծեցին այս ընտրությունները։ Սա հայտարարություն է, դուք ձեզի մաշացնում եք, դուք ես ձեր ամեն անգամ այս ձեր ոչ լուրջ հայտարարություններով դուք ձեզի մաշացնում եք, դուք ձեզի վերացնում եք։ Եթե ես ժամանակին ասում էի, որ քաղաքական դաշտում նոր ուժեր չեն գալի, որտեվ այս ռուսի ներքազգես լվացողներն են ճայիճացրեք քաղաքական դաշտը, իմի ասում եմ, ձեր պատճառով էլ չեն գալի, որտեվ դուք էլ ձեր բռնած ոնց որ թե մի տիրոջ համար եք աշխատում, որտեվ ոչ մի բացատրություն չունի ձեր հայտարարությունը, ոչ մի բացատրություն չունի։ Սա նորմալ հայտարարություններ չեն։ Սա աննորմալ հայտարարություններն են, որը որ վարկաբեկում է միայն ձեզ։ Ես ցավում եմ ձեզ համար, թե գիտեք են որ այդ ձեր բան եք հայտարարում մի 500 հոգի ձե գալիլա տակը լայք հա դնում, հա, այն մի գրուպից։ Մի 500 հոգիս է ծափիկա դնում, գիտեք է հայ ժողովուրդը է դա։ Հայ ժողովուրդ դիտակից մարդիկ նայում են ձեր հայտարարությունները, լացները գալիս է։ Որեք ես որ տեսա, ես չգիտեմ։ Լացսեկա, որտեվ ես պատկերացրեցի իմ երկրի ապագան, եթե ձեր հանգարց ընկնի եւ ձեր վերլուծական մտքով։ Ցավում եմ ձեզ համար էլի, գնացեք թռեք մոստից։ Եթե դուք կոչվում եք քաղաքական ուժ եւ ձեր վերլուծությունը այս ցածր մակարդակի վրա է, կամ մուտի տանելու վրա է, շարանը, ինչա որ մի հատ վատ բան ասեմ։ Ցավում եմ ձեզ համար։ Եվ այս եթերը ինչ որ հատուկ Նիկոլի համար չի, չգիտեմ իր ուժի համար չի, սա իմ երկրի համար է, Հայաստանի համար է, որտեվ դուք եք ներկայացնում Հայաստանը եւ հերիք հա մանիպուլյացիաներով զբաղվեք։ Լավին լավ ասեք, վատին վատ ասեք, ճշտին ճիշտ ասեք։ Ստե Նիկոլին պահողը հենց այն նույն ուժերն են, այ որ իրանք չլինեն, Նիկոլը չէր ընտրվի։ Եղավ Այդ ձև պետքա քննադատեք, եթե ուզում եք, եթե դուք իրան դեմ եք։ Հակառակ դեպքում դուք եք զրոյանում եւ շարունակեք այդ ձեր անիմաստ հայտարարություններով, ես խոստանում եմ ձեզ, որ ժողովուրդը ձեզնից կհիասթափվի եւ որ նես չի որ ինչ որ մեկը գա ձեր դեմ կաշխատի։ Ճնա ձեր հայտարարություններով դուք կզրոյանաք, կմնաք ինչ որ մի ոչ բարձր գիտակցություն ունեցող մասայի շրջապատում, այսպես ասած, որոնք որ դուք A ասեք ձեզ կծապ տան, B ասեք ձեզի ծապ կտան, C էլ ասեք էլի ձեզի կծապ կտան, բայց դուք դրանով երկրում ոչ մի հաջողության չեք հասնի։ Առանց գիտակից մասայի դուք ընդհանրապես քաղաքական դաշտում ոչ մի լուրջ հաջողության չեք հասնի։
Իսկ գիտակից ժողովուրդը որ լինի ձեր կողքից, պետք է որ դուք գիտակից հայտարարություններ անեք, ոչ թե անիմաստ երկբանից կտրված, երկրից կտրված ցողեսի կեղծին, էնի կեղծին։ Հայտարարում եք դուք ձեզի ամոթ ձեզ։ Էսի այսքան քաղաքական մասով։ Հիմա անցնենք սպորտային։ Ուրեմն դուք գիտեք, էլի իմ հետևորդները շատ լավ գիտեն, որ այս ժամանակին ֆուտբոլի մասին խոսում էի, ես ֆուտբոլի մասին բարձրաձայնում էի, ասում էի, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան անհապաղ պետք է հրաժարական տա, բայց ինչ նշանակվեց նոր հավաքականի մարզիչ, հա, մանավանդ Եղիշե Մելիքյանը, երբ որ նշանակվեց, ես այլ վիդեո չհանեցի, բայց նրա համար չէ, որ մեր հարցերը լուծվեց, ուղղակի ես իմանալով Եղիշե Մելիքյանի, հա, բանը հայրենասիրությունը, սրտացավությունը, այն որ ասենք լավ դուխից չգցենք, չնայած իր նշանակումից հետո ես հենց Գագիկ Թադևոսյանի հետ հաղորդմանը ես ասացի, որ սա ոչ մի բան չի փոխելու մեր թվում, բայց այն որ ասում բան արեցի, ասիմ լավ համի բերանս փագեմ, որ հանգարց դուխները չգցեն, էլի, արճիշտ հենց իմ սիրտ իր համար էր ցավում, հա, որպես մարզիչ, որտեվ ես գիտեի, որ վերջում սենց ֆռալու է, ու նորից այդ պարտությունների շարանը գա, բանը գա, ու հեսա մի օր էլ կգա, որ կասեն, գիտեք ինչ կա, ֆեդերացիան ասելու, մենք նշանակեցինք այն մարզիչին, որը որ դուք էիք ուզում, դուք նկատի ունեմ ժողովուրդը, հա, կամ ֆուտբոլասերները, տեսակ, որ մենք ամեն ինչ անում ենք ձեր համար, մենք լավ ենք աշխատում, դե հիմի չստացվեց, ինչ անենք, բայց նես չէր, որ մենք անտեսեցինք ձեզ և չաշխատեցինք այնպես, ոնց որ դուք էիք ուզում, այսպես ասած, էլի մեղքը բարթելու են գլխավոր մարզիչի վրա, որը որ սրտացավությունից էր եկել, չնայած ես ուզում եմ նշել, որ սխալ արեց, որ գնաց, սխալվեց ինքը, սա իմ կարծիքն է օբյեկտիվ, նա չպետք է գնար հավաքական մարզելու, քանի որ այնտեղ փրկում չկա, այնտեղ ուզում ես մի 10 հատ էլ Եղիշե Մելիքյան բեր փրկում չկա, մի 10 հատ Գվարդիոլա ավելցրա, չգիտեմ, ում ուզում եք ավելցրեք, Պելեին բերեք են մի երկրից, չգիտեմ, Մարադոնային էլ կանչեք թողա, հա, ոչ մեկ չի օգնի, որտեվ վերջով ես ուզում եմ հասկանաք, որ ֆուտբոլ խաղացողը ֆուտբոլիստն է, ինչ հրաման ուզում ես դու, ինչ ստրատեգիա ուզում ես հորինի, չգիտեմ, ինչ ֆորմացիոն ուզում ես գծագրի, ինչ հակախաղ ուզում ես արա, վերջի այդ գործ անողը ֆուտբոլիստն է, իսկ մեր ֆուտբոլիստները 99.99999%-ը ոչ որակյալ ֆուտբոլիստ են եւ դրա մեղավ օրը, հա, ակումբային ֆուտբոլն է, որ իհարկե մանկապատանեկան ֆուտբոլ չունի, բայց հիմի կասեն նայեք, էսի շատ կարևոր պահ է, որ մարդիկ չեն ուզում հասկանան, որ ասում են դուք դե գնացեք ակումբային ֆուտբոլին, ասեք դուք ինչ գործ ունեիք ֆեդերացիայի հետ, ժողովուրդ ջան, ֆեդերացիան պատասխանատուն է ամեն ինչի համար, եթե այնտեղ ակումբներ կան, ես ուզում եմ ասել, որ այնտեղ ակումբներ էլ կան, որ անգամ թղթի վրա ունեն գրած, որ իրանք մանկապատանեկան ֆուտբոլ բան ունեն, ակադեմիա ունեն, հա, դպրոց ունեն, բայց իրականում չունեն, ինքան որ տես գրել են, չգիտեմ, լիցենզիա են ստացել, ինչ են արել, տես թույլատվություն են ստացել եւ այլն, բայց չունեն, եւ այդ դրա մեղավորն ով է, դրա մեղավորը ֆուտբոլի ֆեդերացիան է, որ թույլ է տվել, հետևողական չի եղել, չի ճշտել, չի նայել, որ ամեն ակումբ ունենա, պետք է չափանիշները ճիշտ չի դրել, մեզի պետք է ֆուտբոլի ֆեդերացիա, որը որ հատ մեր ակումբներով կընկնի եւ այդ գործերով կզբաղվի, չափանիշներ կա, որ պետք է խստացվի, ակումբներ կան, որ եթե պետք է փակվեն, ու մի չասե գիտեք, իշկա տեղով 7-8 հոգի են, էլ ուր փակվեն, թող փակվեն, ախպեր, թող մնան 2 հոգի, թող փակվեն։ Եթե օգուտ չեն տալի հայկական ֆուտբոլին, իրանք մնում են որպես ինչ։ Եթե իրանք ֆուտբոլիստ չեն տալի իմ հավաքականին, իրանք մնում են որպես ինչ։ Որ հետո էլի թանք 9-1 կրվենք Պորտուգալիային, հետո Վրաստանին կրվենք խոշոր հաշվով, Իտալիային կրվենք, բոլորին կրվենք խոշոր հաշվով, այն որ ով գա մեզի հաղթի գնա։ Այս սրա մասին է խոսքը, երբ որ ես ժամանակին ասում էի տղեկ ցենք ֆանատիկներին, հա,
ֆուտբոլասերներին ընդ կոչեի անում ասում էի տղեկ գիտեք ինչքան բոյկոտեք ախպեր մի գնացեք խաղերին ընդհանրապես ոչ թե գնացեք ընդ ասեք բանը մենք ձեր կողքին ենք տղեկ ջան բայց Մելիք Բեկյան դու հեռացի չէ вообще մի գնացեք որտեվ այդ տղեկն էլ ֆուտբոլիստները պետքա գիտակցեն որ իրանք էլ պետք է նենց անեն որ վաղվա մեր ապագան լավ լինի հասկացանք ախպեր դուք զոհն եք եղել այդ ֆուտբոլային բանի մանկապատանեկան վատ ֆուտբոլի զոհն եք որտեվ մի լավ անորակ ֆուտբոլիստ ես մեծացել Էլ ոնց ասեմ, էլ սիրուն չի լինում ասել, ժամանակին 1000 անգամ սիրուն ասենք, ախպերներ ջան, մի ախպեր դու փինաչի ֆուտբոլիստ ես, դու հավաքականի ֆուտբոլիստ ես, դու վատ ֆուտբոլիստ ես, դու չգիտես դու որ վատն ես, դու չունես ոչ մի որակ ֆուտբոլիստի, հասկանում ես, դու դրա համար էլ վատակումներում ես խաղում, որովհետև դու այնքան վատն ես, որ քեզի ոչ մեկ չի հրավիրում, որ դու ֆուտբոլ խաղաս։ Արել ոնց ասենք, որ հասկանաք, լավ չեք հասկանում։ Դու վատն ես ախպեր, այ որ դու վատն ես, դու ուզում ես այդ ձև վատ լինի քո վաղվա օրվա բանը, քո տղեն լինի քո դիրքում, դու ուզում ես քո տղեն լինի քո նման վատը, դե ուրեմն մնա այդ ձև էլ արա, եթե դու չես ուզում որ քո տղեն լինի վատը, քանի որ ձեր տղեկն էլ նորմալ է, չէ, երեխեն միշտ պապայի ճանապարհով ուզում է թա, եթե դու չես ուզում որ քո տղեն է թա քո ճանապարհով եւ մեր ապագան վաղը լավը լինի ֆուտբոլային ապագան դու էլ պետք է նենց անես որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահան հրաժարական տա եւ գա այնպիսի մի մարդ ամենակ այդ հրաժարական տալով հարցի լուծվում է պետք է գա մի հատ այնպիսի մի մարդ որը որ լինի հենց իմ ասած գետերը հաթաթ պաշտպանի այսինքն ֆուտբոլի ակումբներին ստիպի որ ունենան բարձրակարգ նորմալ մանկապարտեզական ակադեմիաները, դպրոցները եւ այլն, որ ըստից մի 25-30 կամ գոնե 40 տարի հետո նորմալ ֆուտբոլիստներ ունենանք։ Հասկացաք, այդքան երկար ժամանակ եմ ես ասում։ Որտեվ այս եկողն էլա վատը լինելու, հələ այն մի եկողն էլա վատը լինելու, որտեվ միջև այդ դպրոցները իրան կարանան սարքեն, նորմալացնեն, նորմալ մասնագետներ են, դրան էլա ժամանակ պետք։ Իսկ սրանք նստած են հմի ֆուտբոլի ֆեդերացիայում, սրանք նստած մեղքը գցում են ակումբների վրա, ակումբները մեղքը գցում են ֆեդերացիայի վրա։ Սրանք գցում են ու այս սրանք է Այս մեր Հայաստանի հավաքականի տղեկներ կեթան կկրվեն գակ ասեն ներողել եք, էլ սենց բան չի կկրկնվի, ներողել եք, արա սպանիկ ախպեր, մեռանք ասելով ախպեր, եթե դուք չեք հասկանում մեր ցավը, չեք կարողանում ընկալեք, որ այս երկրի այս մեր ֆուտբոլի համար նոր ֆեդերացիայի նախագահ է պետք, ու այս սրանք բռնվել են սենց աթոռից ու չեն տողում, մեզի ձեր օգնությունն է պետք, նենց մի արեք, որ մենք սկսենք ձեր հետ էլ վատ խոսալ, չնայած ձեր մեծ թերություններին, որ դուք լավ ֆուտբոլիստ եք, մենք ձեզ սիրում ենք։ Բայց այդ նենց մի արեք այդ սերը վերանա։